Եղոր գիշեր ռումբերի պայթյունից պահեր եք սուրբ հողը կյանքով մահը ձեր աչքերում մեր սրտում էլ աղոտք սպասել ենք ձեզ երազանքով գնդապետ քո մասին է այս երգը ես գիտեմ քո հոգում խոր վերքը ու տված քո կռիվը դաշտում թե ինչքան ես երկիրդ պաշտում գնդապետ քո մասին է այս երգը ես գիտեմ քո հոգում խոր վերքը ու տված քո կռիվը դաշտում թե ինչքան ես երկիրդ պաշտում Տղեկ տենում եք իշ պատիվա, ազգային հերոս է մեր առաջարկ դնում։ Կներեք, գնդապետ սոսնեք։ Հա, ոնց որ։ Յա տաթոր քաշի նստի, մի ամաչի, հետներս էլ մի բաժակ բան կխմես։ Անուշար եք տղեկ։ Կայն յար, սարնան մարում է։ Տարոն ես ինչ ես անում։ Փոփլը, գնդապետ կներես։ Էդ խես ներեղություն խնդրում որ։ Տարոն սուս մնա, հերիքա։ Ես քո սարքասներ արա։ Դու քո կարճ խելքով ոնց ես ուզում անես, որ ես ինձ վատ զգամ։ Տարոն ճիշտ է ասում։ Ախպեր քո համար մեկ չի։ Չէ, մեկ չի։ Գնդապետ ջան, կներես։ Տղերք, իմ արածի մեջ ամոթ բան չկա։ Հայ տղերք եք։ Պատերազմի ժամանակ ձերպես տղերքը իրանց կյանքն են տվել, որ այսօր մենք հայրենիք ունենանք, որ դուք կարողանաք կենաց ասեք։ Ես դու ես կազմակերպի արա։ Հալավ նես չի մենք էլ բան չունենք արած, մենք էլ լիքը բան ունենք վիզ դրած։ Լսի արա, դու ու քո նմանները ինչ արել եք ինտերնետների մեջ ցույց տալու համար եք արել։ Գնդապետ, մի գնա նստի հետներս։ Տղերք անուշար եք, մենակ մի բան եմ ուզում ասեմ։ Նայեք ում եք նստում սեղանում հաց կիսում։ Հալավ գնա։ Ո գիտի խորոված անել մի երկու կատոր գցել էր բերանը։ Ախպեր, կարանք հումոր անենք, կարանք կայֆավա տնենք, դաժ ինչ որտեղ չափ անցնենք, բայց կան հարցեր, որ վաբշե չարժի կպնել։ Այս մարդու մասին լեգենդներ են ֆռում։ Տես ինչ ծև ես քեզ բան։ Հալավ այ ախպեր թեթև տարեք դոշնիա։ Ես կյանքում չէի մտածի, որ դու սենց լավը վատից չես տարբերի։ Նես դուք սաղը տոշտի եք անում, հա ամեն ինչ։ Դելակ որ է, հա, գնացեք ապը, գնացեք։ Կյանքում չեմ ուզի քո հետ շփվում ապա։ Գնացինք տեղեք։ Հաջողություն։ Հա, կամանդիր, ուր ես, մենք պետք է մի հատ շուտ տենանք իրար։ Չէ, նորմալ է, Աշոտը տունն է, հանգիստ տեղի, ուրիշ պահա կգամ կասեմ։ Ես հեսա հասցեն ուղարկեմ արի։ Լավ։ Վահ ինչ է կատարվում։ Նա օգնելու բան կա։ Չէ, տղեկ ջան, նորմալ է, Աշոտ տնից դուրս չգաս։ Սիհան 5-րդից միացրու։ Նանե, հլնա ինչ ծիտա։ Հա, սիրում տղայա, ով է։ Վայ, Կարենն է, այդքան պատմել եմ քեզ։ Հա, Կարենը ինքն է։ Այնքան եմ հավանում իրան, ու ինձ թվում է ինքն էլ ինձ։ Լուրջ, քեզ բան է ասել։ Դեռ չէ, բայց իրար հետ շատ ենք հանդիպում, գնում ենք ակու, պարում ենք, խմում ենք։ Ինձ թվում է անիմաց չեն գնում, չէ՞ աղջկա հետ տես տեղեր։ Դե հա։ Ինձ թվում է ամաչում ասի։ Էլ ինչի է ամաչում։ Ես իրան կօգնեմ։ Կօգնես։ Ինչ ես անելու։ Ես արդեն որոշել եմ։ Հեսա հենց ծնողներիցս առանձնանամ, Կարենին հրավիրելու եմ իմ տուն։ Իմ տան առաջին հյուրը Կարենն է լինելու։ Քո տուն։ Չես ուզում ծնողներիդ հետ ծանոթացնես, հետո կանչես։ Վայ դե կծանոթացնեմ էլի։ Հիմա գիտեմ, որ ծանոթացնեմ, papas չի հավանելու Կարենին։ Հետո երբ որ ամեն ինչ լրջանա, նոր կծանոթացնեմ։ Քեզ չի թվում, որ հերթականությունը մի քիչ խառնում ես։ Ինչի։ Դե որ տղան սիրում աղջկան, ծնողների հետ է ծանոթանում, ասում է, որ լուրջ է ամեն ինչ, որ ինքը պատասխանատվություն է վերցնում հարաբերությունների համար։
Նանե Կարենի հետ ես եմ ամուսնանալու, ոչ թե ծնողներս։ Ես իրան հավանում եմ ու այդքանը հերիք է։ Լավ, չեմ ուզում խառնվեմ։ Լսի, դու ընկեր ունես Հայաստանում։ Ընկեր, սիրած տղա։ Չէ։ Չես էլ ունեցել։ Այսինքն դու ընդհանրապես ոչ մի հարաբերություն չես ունեցել անե։ Դե ես դեռ չեմ սիրահարվել, որ առանց իրա չկարողանամ ապրեմ, շունչս կտրվի հենց իրան տեսնեմ։ Մենակ ոնց պապան սիրում է մամային։ Ֆու։ Նոնե իրանք մեծ են արդեն։ Իրանց սերը ուրիշ է։ Համել հիմիկվա ջահելները տենց չեն սիրում, ու տղաներն էլ այդքան ռոմանտիկ չեն։ Իմ ընկերուհի Սոնա Սարգիսի հետ էր շփվում։ Իրանք երկուսն էլ մեր դասարանից էին։ Ու այդ սերը նենց էր, ոնց ես պատկերացնում եմ։ Ժասմին, այդ տենց պետքա լինի իսկական սերը։ Օրինակ ոնց էր։ Սոնան Սարգիսին շատ էր սիրում։ Իրանք ունեն երազանքներ, նպատակներ։ Ու մենք պատկերացնում ենք, որ Սարգիսը բանակից գա, ոնց ենք ուրախանալու իրանց հարսանիքին։ Բայց իրանք էլ բաժանվեցին։ Տեսնում ես, իրանք էլ հո իրար սիրում էին, բայց բաժանվեցին։ Իրանք չեն բաժանվել։ Սարգիսը զոհվել է։ Ու Սարգիսի ծոցագրպանից Սոնայի նկարն է գտել։ Սարգիսի ծնողներին էլ այդ լուրը պապասը ասել։ Ինչ ահավոր է։ Սարգիսը դիրքերում է զոհվել։ Մենակ ա եղել, բայց միջև վերջ մնացել է, որ հանկարծ թշնամին չգա դիրք։ Ու Սոնան մինչև հիմա մենակ է։ Չել պատկերացնում, որ ինչ-որ մեկին կկարողանա սիրի։ Բայց կյանքը շարունակվում է, չէ՞։ Հա, շարունակվում է։ Բայց սերը ավելի երկար է շարունակվում, քան կյանքը։ Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ արժանացեք արքայական հանգստի։ Աղաջան, մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե լիզ, թե բայ տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Carstar Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Այս է իմ ուզածը։ Շատ համով է։ Առանց ցավ 3D տեխնոլոգիաների միջոցով կատարելություն ապահովող ատամնաշար, վինիրների իմպլանտի տեղադրում 24 ժամվա ընթացքում։ Կենտրոնում գործում է նաև ֆինանսավորման ճկուն եւ մատչելի համակարգ։ Այստեղ կարող եք այցելել ձեր ընտանիքի բոլոր անդամների հետ։ Ճանաչեք որակը տեսքով։ Օհանյան իմպորտ, հայկական պանիրների եւ կատնամթերքի խոշոր ներմուծողը Լոս Անջելեսում։ Հարցրեք բոլոր խանութներում։ Rouge Rose specializes in premium roses grown at the highest elevations of Ecuador. Alongside our signature roses, we offer a curated selection of toys, balloons, gifts, and party supplies, welcoming you at our 2 California locations, 12,736 Sherman Way in North Hollywood and 1140 East Broadway in Glendale. Dog Resort Los Angeles-ում շների ամենահայտնի հյուրանոցային ցանցը հայտարարում է Գլենդելում նոր մասնաճյուղի բացումը։ Այստեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները ձեր շների հանգիստը լիարժեք կազմակերպելու համար։ Բանդ, տեղյակ ես, որ Hello Panda քաղցր ծողիկները համ փոքրիկների, համ էլ մեծիկների համար։ Ինչ էլ համով են։ Hello Panda քաղցր ծողիկներ։ Վերցրեք մեծ կամ փոքր դուփերից մեկը եւ քաղցրացրեք ձեր կյանքը։ Էլեկտրոնային խաղեր, վիրտուալ իրականության նորագույն սարքեր, բեմ, համեղ խոհանոց, ուրիշ ինչ է պետք ձեր երեխային անմոռանալի տպավորություններ նվիրելու համար։ Tickle Town, մանրամասների համար զանգահարեք 747 774 7473 հեռախոսահամարով։ Շուտով նոր տարին կծեցի ձեր դուռը, թող այն լինի ամուր, գեղեցիկ եւ ճիշտ տեղադրված։ Mighty Builders Inc. Միլգարդի որակը տեղադրված խնամքով։ Անչափ ախորժալի,
հատուկ մարինացված միս, Արաքս շաուրմա, Family Package-ներ առաքումով, 3 location, Համն անմահական։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ King's Restaurant and Lounge, բարձրակարգ ռեստորան, անգերազանցելի միջավայր, ամենահամեղ կերակրատեսակների լայն ընտրանի։ Այստեղ ձեր բոլոր այցերը կդառնան հիշարժան, թողնելով ամենագեղեցիկ հիշողությունները։ LA Lobster Delivery, ծովամթերքի իրական համը, քո սեղանին, lobster, crab, shrimp, խեցգետին, առաքում ամեն օր ժամը 12-ից մինչև գիշերը ժամը 1-ը, զանգիր ու պատվիրիր հենց հիմա։ Մեր թիմը պատրաստ է ովելու այն եւ ձեր պատշաճ փոխհատուցումը։ A&M Love You։ Իրական ու թարմ բաղադրիչներ, մեծ չափաբաժիններ եւ լավ մթնոլորտ։ LA West Barbecue, դաղորակ է կրակի վրա պատրաստված։ Պիցցա, բուրգեր, աղցան, խորոված։ LA West Barbecue-ն ընտրություն է, որը չի հիասթափեցնում։ Ձեր կրեդիթը նոր է կամ նախկինում ունեցել եք խնդիրներ, հոգ չէ։ Լավագույն տոկոսադրույքները երաշխավորված են։ Ունենք ծրագրեր 0-ից մինչև 5% down payment-ով։ Ծրագրերը գործում են անգամ առանց tax return-ների, այդ թվում օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում։ Ամենակարևորը մթնոլորտ, որտեղ կարելի է հանգստանալ, ստեղծագործել եւ վայելել ժամանակը ընկերների հետ։ Bohemian House-ը ոչ միայն սուրճի վայր է, այլև փոքրիկ անկյուն արվեստի, մտքերի եւ ժպիտների համար։ 415 East Broadway Street in Glendale։ Փետրվարի 7-ից սիրահարների տոնի առիթով առաջին անգամ Լոս Անջելեսում բացառիկ համերգով հանդես կգան սիրված երգիչներ Արա եւ Ալիկ Ավետիսյանները։ Աչքերս կուրանան Աշխարհի ամենատարբեր երկրներում միլիոնավոր դիտումներ արձանագրած իրենց հիթեր դարձած երգերով շքեղ այս համերգը տեղի կունենա Aquacalente-ի The Show համերգասրահում։ Երեկոյան ժամը 6:30-ին կենթանի հնչողություն, անմոռանալի շոու ծրագիր։ Ուստա չալե Միայն մեկ համերգ Լոս Անջելեսում։ Շտապեք ամրագրել ձեր տեղերը հենց այսօր այցելելով aramticket.com կամ զանգահարեք 323 580 0808։ Շնորհակալ ենք ձեզ։ Վայ, այսօր ես ինձ կանչը, ո բան չի եղել։ Չէ, բայց հեռախոսով չէի ուզում ասեի, կամանդիր։ Այսօր իմ տուն փոլիս էր եկել։ Քո նկարը ցույց տվեց ու քեզ են ման գալիս։ Բայց ես ինչ եմ արել, ինչի համար։ Այն տարոնի քթից որ բռնել չոքացրել էիր, այդ նկարն էլ ցույց տվեց։ Ու ոնց հասկացա այն փոլիսին, որ քեզ բաց էր թողել են հայտողուն հիշում ես, գործից հանել են, գործին էլ նոր ընթացք են տվել։ Ինչ որ մեկը կողքից նկարել է, ու այդ նկարն էլ երևի տարոնն ա ուղարկել։ Հիմա ստեղ մի հատ լավ կրիմինալ լոեր կա։ Արի մտնենք բացատրենք ինչը ոնց է ինքը մեզ ճիշտ խորհուրդ կտա։ Վահե, այդ ոստիկանը, որ ինձ բաց թողեց, գիտեր, որ յան աշխատանքից հանելու են։ Ստեղից ծնված տղա է, այս թասիբն ու հայրենասիրությունը տեղն էր։ Ինձ թվում է ավելի լավ է մենք մեր մեջ այդ հարցը լուծենք, եթե մեկ գյադու մի հատ տենամ։ Չէ, կամանդիր, տենց կարող է հարցը ավելի բարդացնենք։ Արի գնանք այս լոերը կարգին տղա է, մեզ ճիշտ օղու վրա կդնի։ Ստերկու տարբերակ կա։ Կամ իրականում այդ լակոտ ուզում է ինձ վատություն անի, կամ էլ երրորդ մարդ կա, որ ուզում է ինձ դեպորտ անի։ Բայց Այն մարդը, ով ուզում է իմ երեխուն, իմ ձեռից առնի։ Զոքա չէ՞։ Չէ, դե լավ հորս արավ արդեն ես շատ է։ Այդ մարդուն հիվանդությունը չարացրել է։ Դե գնանք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Համեցեք։
Ուրախ եմ, որ ձեզ հետ ծանոթացա գնդապետ։ Կամանդիր, լրիվ հանգիստ եղի, ես Ջեյքոբին արդեն ասել էի ում հետ եմ գալիս։ Համել են, որ իմ հետ են դեպքը եղել էր, որ պատմեցի։ Այդ հարցով էլ ինքը ինձ օգնել։ Հա, հասկացա, շատ ուրախ եմ։ Շատ լավ փաստաբան է։ Հաստատ էս գործից գլուխ կհանի։ Վայն հեռախոսով ասեց ինչ խնդիր է։ Ինչ որ նկար են ցույց տվել, որտեղ երևում է ձեր կողմից բռնություն։ Ու վատենա, որ այդ նկարը միշտ կա, ճիշտ է, տենց էլ եղել է։ Արել ես, լավ ես արել, կնոջդ պաշտպանել ես։ Դրա համար գործը ինքնապաշտպանությունով առաջ կտանենք։ Իսկ եթե այդ նկարի մեջի տեղ գնա իր բողոքը հետ վերցնի։ Ըստ օրենքի այդ կապ չունի, քանի որ այդ բողոքը արդեն կա, ու էլ չի կարող բողոքը հետ վերցնել։ Իսկ այդ դեպքում ինչ պետք է անեմ ես։ Դուք ոչ մի բան չունեք անելու, գործը կգնա դատարան, ես է դրանով կզբաղվեմ, դուք հանգիստ եղեք։ Պատրաստ է, չէ՞ գործիքը առաքման համար։ Նորմալ ամեն ինչ։ Անպայման։ Դարել ենք, ձայնը մշակել ենք, պատրաստ է ուղարկելու։ Կեցես, քո պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ որ ամբողջ քաղաքը մեզանից է խոսում։ Մեր բիզնեսը գնում առաջ։ Շնորհակալ եմ։ Քերի, խոսալու բան կա։ Խնդրում եմ սպասից։ Ինչ ա եղել։ Քերի ջան, փոլիսից են կանչել։ Չգիտեմ ինչ հարց է։ Երթվում եմ, ոչ մի բան չեմ արել։ Տղա ջան, չկա մեկը, որ փոլիսից կանչեն, չիմանա ինչի համար են կանչել։ Ինչ ա եղել, խոսա։ Կարող ես այն վերջի դեպքն է։ Ընկերոջդ հետ կապված էլի։ Մենակ էտա մտքովս անցնում։ Մինասի հետ կապված, բայց այդ գործը փակ է արդեն։ Չգիտեմ, կարող են վրա ուրիշ ձև են դուսեք, է։ Ինչ ձև, հերիքա կմկմաս։ Ինչից տեղյակ չեմ, պատմի տենամ։ Բայց խոստացի, որ կօգնես։ Թե չէ պապային որ ասեմ, վաբշե չի թողի տուն էթամ։ Քեզ էս քաղաքում սաղ գիտեն էլի, հարգում են։ Հարգանք ես թողել։ Անց ես աներիդ հարգանքն էլա կորելու։ Պատմի ինչ ա եղել։ Ես այդ օրը պատական չի այդ կաֆեում։ Այսինքն իմ ծանոթներից մեկն էր ինձ խնդրել այդ հայնդե, ասես մի հատ ջայել կին ալնելու, մոտիկանամ խմիչք առաջարկեմ։ Երթվում եմ այդքանը, ուրիշ ոչ մի բան, բայց չէին ասել ում կինն է, ով է, որ ես իմանայի, չէի անի էլի։ Ուրեմն պատվերով կեղտոտ գործեր ես անում, այ լակո։ Խոսա, ինչ ա եղել, ով ա պատվիրել։ Սյուսե ջան, ես ինչ ես անում։ Աշխատանքային պայմանագրերն եմ ստուգում։ Մամ ջան, գլուխս արդեն տրաքում է։ Էման էս ամեն ինչից լավ է, ինչի եմ ես սա անում։ Լսի ինչ եմ ասում։ Էման անում այն, ինչ որ իրան ասված է։ Էման սովորել է, դու էլ կսովորես։ Սյուզի, դու գիտեի, որ Մինասել այնտեղ չի ապրում։ Ես գիտեի, որ ավտոբուսում են մնում, բայց հիմա այնտեղ չեն։ Հա, գիտեի։ Բայց դու որտեղից գիտես։ Ես վարորդին էի ուղարկել։ Ուզում էի տեսնեի Աշոտին ինչ որ բան պետքա, թե չէ։ Ասեց, որ էլ այնտեղ չեն ապրում։ Հա, մամա։ Հիմա ավելի լավ պայմաններում են ապրում։ Բնակարան են տեղափոխվել։ Ինչ բնակարան։ Քո համար մեկ չի, մամ։ Չէ, ինձ համար մեկ չի։ Իմ թորան մասին է խոսքը։ Իմն էլ տղայիս։ Չեմ հասկանում, ինչի ես այսքան հետաքրքրված, մամ։ Այ քեզ բան։ Կարող ուզում եմ գնամ իմ թորանը տեսնեմ, չիմանամ ուր եմ գնում։ Եթե ուզում ես, ասա կբերեմ կտեսնես։ Էս ինչ գաղտնիություն է, ես չեմ հասկանում։ Գաղտնիություն չկա, մամ ջան։ Ես էլ չեմ հասկանում քո հետաքրքրասիրությունը։ Համել էսպես ավելի լավ է։ Մինասին չես հանդիպի, ընդհարումներ չի լինի։ Տիկին Մարգարիտա, կարելի է։ Արի Լևոն ջան։ Տեսա չարչարվում ես, կանչեցի, որ օգնի քեզ։ Հա, բայց ես կանեի, ինչ ես այս մարդուն այս ժամին կանչել։ Ոչինչ, ես եկել եմ ձեզ օգնեմ։ Միևնույն է, ես լավ չեմ զգում, առավոտվանից իրար հետ ենք, հիմա էլ անհանգստացնում ենք ձեզ։ Ալինան էլ տանը չի, գնամ սուրճ բերեմ։ Ապրես որ եկար։ Տիկին Մարգարիտա, դուք վստահ եք նրա մեջ ինչ անում եք։ Քո վստահությունը ավելի կարևոր է։
Ուղղակի ձեր աղջիկը դեր ամուսնացած է։ Ես հիշում եմ, որ դուք ասում էիք, ինքը բաժանման ընթացքի մեջ է։ Ուղղակի չեմ ուզում նենց բան անեմ, որ Սյուզին նեղացնեմ։ Ուրեմն մի քիչ հեռվից մոտեցի։ Նույն մոտեցի այս հարցին։ Ես ձեր հարաբերություններին կողմ կլինեմ։ Ես քեզ երկար տարիներ ճանաչում եմ, Լևոն։ Եվ ես շատ կուզեմ, որ իմ աղջիկը քեզ նման վստահելի, լավ երիտասարդի հետ կյանքը կապի։ Մեկը սխալ է այս ամեն ինչ։ Սխալ աղջիկս 20 տարի առաջվա կայացրած որոշումն է, Լևոն ջան։ Հիմա ես պարտավոր եմ իր կյանքը շտկեմ։ Տարիներ առաջ չկարողացա ոչ մի բան անել, բայց հիմա կարող եմ անել։ Նայ խարև, սեփական տուն ունես, կարանք արագի մեջ մի թույն բիսետ կսաբրզի տանենք։ Աղբորս համարս լուսավոր պլինդուզն եմ զամոտրի տանում, ու տղուփայ սաղ վիշի սորտ մատիրելով տարբծվում է։ В общем, ջոգին մերնեմ սրտիչ ինչ սերվիզ ենք աբիսպեչի տանում։ Սա Chandler Fun Zone-ն է, մի վայր, որտեղ ամեն ինչ հարմար է տոն կազմակերպելու համար։ Ապահովում են, որ օրը լինի հաճելի եւ լիարժեք։ Ունեն նաեւ game room, որը հիանալի է ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար։ Տոնական զեղչեր High Post USA-ում։ Այժմ ինքնաթիռով $3.99 1 փաունդի համար։ Բացարձակ վճար առաքում Հայաստանի ցանկացած մարզ եւ ապահովագրում։ Բավական չէ, ուրեմն հավելյալ 10-ից 50% զեղչ։ High Post, ազգային փոխադրող։ Երբ սիրտդ քաղցր է ուզում, Միլաշ ջելոն միշտ պատրաստ է։ Ամեն քաղցրավենիք պատրաստված է սիրով, հոգատարությամբ եւ անպայման տոնական տրամադրությամբ։ Ցանկացած պահ կարող է դառնալ վառ եւ քաղցր հիշողություն, եթե այն զարդարված է Միլաշ ջելոյով։ This is more than food, it's an experience. A place to relax, enjoy the aesthetics, and truly taste the moment. Come for the flavor. Stay for the feeling. Elada's Corner, where every visit feels special. Little Percy Hugo Boss'i հավաքածուով հայտարարում է ջախջախի զեղչեր։ Hugo Boss warm-ups $85, t-shirts $15, Hugo Boss jeans $85, jackets $100։ Շտապեցեք է բաց միջոց բաց սարի կարիթը։ Արդեն 10 տարուց ավելի է Liquor Corner-ը Glendale-ի սիրելի խանութն է։ Այստեղ ամենացածր գներն են։ Մենք ապահովում ենք բարձրակարգ սպասարկում եւ մեզ մոտ բոլորը գտնում են այն, ինչ փնտրում են։ Պատար շաուրմա ամենահամեղ եւ բազմազան շաուրմայի տեսականին Գլենդելում պատրաստված բարձրորակ մսամթերքով եւ հմուտ խոհարարների ձեռքով։ Ընդունվում են պատվերներ, կատարվում է առաքում, DoorDash, Uber Eats, Postmate եւ այլ ծառայությունների միջոցով։ Supreme Rolling Doors Լոս Անջելեսում հայտնի ընկերությունը առաջարկում է տան փատիոների համար ժալյուզների տեղադրման միանգամայն նոր լուծումներ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Այժմ արդեն տեղադրվում են նաեւ դրսի համար նախատեսված շաուերներ, գեղեցիկ եւ ժամանակակից ոճով պատրաստված։ Old School Hookah Lounge, այստեղ ամեն ինչ վայբի մասին է, բացօթյա մթնոլորտ, պրեմիում համեր, հարմարավետ նստատեղեր ու երաժշտություն ճիշտ տրամադրության համար։ Ընկերներով, զրույցներով կամ VIP սենյակում PlayStation-ով քո երեկոն սկսվում է այստեղ։ Old School Hookah Lounge։ Ցանկանում եք տեղադրել ձեր ճաշակին համապատասխան երկաթե դռներ, դարպասներ, պատվիրել մանգալներ եւ այլ պարագաներ շուկայական ամենալավագույն արժեքներով, ուրեմն դիմեք Iron King LA ընկերությանը։ Որակն ու բարձրակարգ սպասարկումը երաշխավորված է։ Իսկական մանգալի խորոված եւ քյաբաբ, մթերքը թարմ, համեմունքը հայկական։ Պատրաստում ենք փլեյթներ, արագ, համեղ, հասցնում տաք ու ժամանակին։ Ունենք քեթրինգի անսահմանափակ ծառայություն։ Hams Armenian Barbecue։ Համ, որ նորից ես ուզում զգալ։ Ընտանեկան գնումներն իրական հաճույք են։ Blackjack Market։ Առողջ ապագան ընտրություն է։ Փնտրում եք հուսալի եւ բարձրակարգ սպասարկում իրականացնող մեքենաների վերանորոգման կենտրոն, Body Shop, ուրեմն բարի գալուստ High Performance Collision Center։ Այստեղ որակը, բարձրակարգ սպասարկումն ու շուկայական լավագույն արժեքները համադրելի են։ Արդեն ավելի քան 10 տարի ամերիկյան շուկայում լինելով առաջատարը, ձեզ ենք մատուցում այն լավաշը, որի համն ու բույրը անմիջապես հիշեցնում են Հայաստանը։ Եթե լավաշ, ապա նաղաշ։ Եվ ներդրումների համար լավագույն վարկային լուծումները սկսվում են հենց այստեղից։ LA Regal Mortgage Group and Realty։ Վայր, որտեղ ձեր երազանքների իրականացումը մեր գլխավոր պարտականությունն է։
Հունական շունչն ու տրամադրությունը, համեղ ուտեստներն ու բազմատեսակ խմիչքները, ինչպես նաև ավանդական ափսեները կոտրելու արարողությունը վայելելու համար այլևս Հունաստան այցելել պետք չէ։ Յասու Գլենդելում նախապես ամրագրեք ձեր տեղերը 909 999 0088։ Emmanuel, my life is for you. Emmanuel, my life is for you. Botox, filler, microneedling, VI chemical peel, PRF, laser hair removal. Skinovate մեծ սպայում մենք ստեղծում ենք ոչ միայն գեղեցիկ արտաքին, այլև վստահություն։ Մկանային ցավերի դեպքում արկա է իր տեսակի մեջ բացառիկ Cupping բուժում։ Advanced Chiropractic Wellness Center, Venice եւ Burbank քաղաքներում։ Այցելությունների համար զանգահարեք։ Vegas documented notary. Եթե ամուսիններով ընդհանուր լեզու չեք գտնում, մենք կօգնենք ձեզ բաժանվել 2 օրվա ընթացքում առանց դատարան գնալու։ Հազվագյուտ կենտրոններ կան, որ ունեն այս ռոբոտը, մազեր աճեցնելու ամենաժամանակակից ու երաշխավորված տարբերակը։ Նստում եք այս հարմար աթոռին ու առանց ցավի մի քանի ժամվա մեջ այս ֆանտաստիկ ռոբոտը բժիշկների հսկողությամբ վերականգնում է ձեր սեփական հարազատ մազերը։ Այնտեղ, որտեղ ունեք ճաղատություն։ Սա ուղակի հրաշք է։ Հազարավոր մարդիկ արդեն արել են սա ու վայելում են իրենց երիտասարդ տեսքը։ Բա դուք զանգեք 818 418 1111 ու մեկ օրում հետ են գալիս երիտասարդ տարիները, աճում են ձեր իսկ սեփական մազերը, որոնք նորից հայելու առաջ սանրելիս մի ուրիշ հաճույք եք ստանում։ Զանգեք 818 418 1111։ Ես կգնամ ոստիկանություն, կներկայանամ։ Եթե կորոշեն ինձ պահեն, դու կտանաս երեխուն Սյուզիի մոտ։ Կոմանդիրարի ախպերական փեշիտ քարը թափի աբոին զանգենք, էլի։ Հասացի չէ։ Պապ, այդ ինչի մասն եք խոսում։ Աշոտ ջան, չի լսվում։ Դե ձեներները մի քիչ անհանգիստ էր, չգիտեմ։ Սա լավ է տղես։ Վաղը 10-ից հետո կգաս տուն, չգնաս մայրես տուն։ Բայց ինչի համար։ Այդ ինչ ես կարդում տղես։ Էս մերենց տանն է տեսել ուզեցի, Սողոմոն Թելերյանի մասին է, ոտքի դատարանն է գալիս։ Ապրես տղես, շատ լավ գիրք ես կարդում։ Գիտես, որ ինքը Ամերիկայում է թաղված։ Հա, Ֆրեզնոյում։ Պապ, կարանք գնանք, թե շատ հեռու է։ Մի 3-4 ժամվա ճամփա է, աշճան։ Հեսա որ ավտոս վերցնեմ կգնանք։ Հա, պապ։ Կմտածեմ տղես։ Պապ, կարանք ծնունդից գնանք։ Ծնունդիդ։ Հաստատ։ Բայց պապ, ուզում եմ մաման ու նանն էլ գան։ Վահեն է գա, մեկ էլ Մհերն է գա։ Հա տղես, կկազմակերպենք։ Դու գիրքը կարդա։ Եթե սերխությունից տեղ չլինեմ, դու կտանես անպայման։ Լավ էլի կոմանդիր խնդրում եմ տես բոլոր միասին։ Օգտվի։ Դու գնա կողնի, ես կասեմ չեմ տեսել, չեմ ճանաչում։ Վայ, մի րոպե։ Կոմանդիր։ Աբո ջան, համեցի։ Բարև ձեզ։ Լավ, Բարև հրամանտար ջան, բարև։ Բարև ձեզ։ Բարև խոճուր ջան, ես ինչքան ես մեզ ասել։ Լավ եք։ Լավ, ցավը տանեմ։ Մինար ջան, հետդ խոսալու բան կա։ Տղաս գնա խոհանոց։ Լավ։ Վայ, ինչ ես ասա։ Ես բան չեմ ասել, որը սարև։ Համեցի։ Ասա աբո ջան։ Մինար ջան, տարոնին կանչել են police station։ Կարծում եմ, որ ընձեր կոնֆլիկտի թեմայով։ Այսինքն ինքը չի բողոքել։ Չէ, ինչ բողոքել։ Ինչ որ մեկը իր տեղը բողոքել է։ Իրան կանչել են, վաղը պետք է գնա։ Բայց դա ոնց կարելի։ Նայ, օրինակ, այս պայմանագրի մեջ գրված է, որ հիվանդության ժամանակ ազատորերի համար չենք վճարում։ Հա, այդպես է։ Հա, բայց կարելի է օրերի թիվ որոշել, ասենք օրինակ 5։ Այդքանը վճարենք, կամ ասենք կախված աշխատողի հիվանդությունից, ինչ տեսակի առողջական խնդիր ունի։ Այնքան աշխատող կա Սյուզի ջան, որ ամեն մեկին վճարվող ազատոր տանք։
Ամեն գլխացավի համար ազատ օր կուզեն։ Դե կարելի է բժշկի թուղթ ուզել։ Կարծում եմ շատ խիստ պայմաններ է։ Աշխատողների համար էլ պետքա լավ լինի, չէ՞։ Ուղղակի ոչ տիկին Մարգարիտան, ոչ Էման այս պայմանագրերը չեն քննարկել։ Ամեն ինչ արվել է իշահ ընկերության։ Հա, բայց ընկերությունը նաև աշխատողներն են, չէ՞։ Ինչի ես ժպտում։ Սյուզի ջան, ուղղակի դու հրաշալի կին ես։ Երևի արդեն գնաք շատ ուշ է։ Ես չէի ուզում ձեզ վատ դրության մեջ դնել, Սյուզի ջան։ Չէ, մի անհանգստացեք, ուղղակի ուշ է, ես էլ հոգնած եմ։ Հա, ուշ է։ Ես գնամ, վաղը կզանգեմ։ Տեսություն, Լևոն։ Բարի գիշեր, Սյուզի ջան։ Իր ասելով բաց այդ տղուց ուրիշ ոչ մեկի չի ճանաչում։ Այդ տղաներ ինչ որ կնոջ վարորդը։ Դե ուրեմն հնարավոր է այդ կինն է կազմակերպել։ Բա նկարները։ Ուրեմն այդ նկարներն էլ է կազմակերպված։ Տարոնը դրա մասին չգիտեր։ Ինքն էլ խառնվեց իրար։ Ուրեմն տարոնին կանչել են, որ իմ դեմ ցուցմունք տա, բարձաբանի։ Մինաս, դու գիտես ով կարա կազմակերպած լինի։ Ոնց չգիտի։ Հասկացա։ Իսկ ոչի բան մի ասեք։ Վաղը տարոնը կգնա police station, ինչ պետքա կասի։ Քեզ կարծում եմ հանգիստ կթողեն։ Կներես Մինաս։ Աբու արդեն որ երրորդ դեպքն է, դու տարոնի պատճառը ինձ ասում ես կներես։ Ինչ անեմ ընկեր։ Իմ արունն է։ Քրոջս տղան է, ես եմ պատասխանատվություն վերցրել իր։ Ես չեմ հասկանում, ինչի՞ է տես բաներ անում։ Չկարում նորմալ ձևով փող աշխատի։ Կարա, իհարկե կարա։ Բայց մարդը նախընտրել է ավելի հեշտ տարբերակով փող աշխատի։ Չգիտեմ ով անողը, բայց լավ փող են տվել։ Ընկեր, հետևից էդ շատ լուրջ ընկացան։ Էդ իմ պրոբլեմն է, ես կլուծեմ։ Ապրես որ է կարաբո։ Ես դուրս գամ, տղեր ջան։ Այս հարցը սենց չենք թողելու։ Ինչ որ պետք է զանգի։ Վահեն ճիշտ է ասում։ Դու ցերեկով պետք է զանգեիր ինձ։ Կյանքը առանց իմ զանգելու էլ ամեն ինչ յատեղն է գցում։ Արդարությունը ասած չի որ կորի։ Լավ կացեք ախպերներ։ Աբո ջան, մերսի որ եկար։ Հրամանատար ջան, բարի գիշեր։ Կամանդիր, զոքանչդ մարդա թե սատանա։ Արա ոնց կարա իրա թորների հոր հետ տենց վարվի, իրա աղջկա հետ տենց վարվի։ Արա այդ կնգա մեջ մի կաթիլ խիղճ չկա չեմ ջոկում։ Իա նպատակը իմ դեպորտն է։ Դե մտածում երեխան անչափահաս է, կմնա մոր մոտ։ Ես չեմ զարմանա, որ ինքը հիմա գրին քարտոված բաղոսյուզի։ Ես պետք է ընտանիքի շուտ տանեմ ստեյց վահը։ Ուրիշ տարբերակ չկա։ Բարև ձեզ, ինչով օգնեմ։ Ամենալավ վարդերը որն են։ Բոլոր վարդերն էլ շատ լավն են։ Ինչ առիթի համար եք ցանկանում։ Ուրեմն սպիտակ։ Այս սպիտակների իսկական այսօրվա առիթի համար։ Շատ լավ։ Կարմիրներն էլ բաժանվելուց կառնեմ։ Ավիլը դու հետներս Շնորհակալություն։ Դիգե Մարգո, այսօր կարող եմ 2 ժամով բացակայել։ Ինչու՞։ Գործեր ունես։ Դե ճիշտ ասած Հայաստան գումար էի ուզում ուղարկել։ Հայաստանում ով ունես, Ալինա ջան։ Քույրիկս է այնտեղ, երախու ծնունդն է, ուզում էի ուրախացնել։ Վայ, ինչ լավ բան ես մտածել։ Լավ, որ այդպեսի հարցը գնա։ Շնորհակալ եմ շատ։
Բարի գալուս Նորթ Հոլիվուդ։ ABC Kids-ն արդեն Նորթ Հոլիվուդում է։ Նախակրթարան, որտեղ ձեր 2-ից 6 տարեկան երեխայի խնամքը կզուգորդվի նահանգի կողմից հաստատված համապարփակ կրթական ծրագրով եւ տարատեսակ զարգացնող խաղերով։ Մեր փորձառու ուսուցիչները ձեր երեխային կուսուցանեն նաեւ շախմատ, ռոբոտաշինություն, նկարչություն, հայոց լեզու, երգ եւ պար։ Երեխաներին տրամադրում ենք օրգանիկ եւ թարմ սնունդ։ Կարող եք դիմել նաեւ CCRC ծրագրի միջոցով։ ABC Kids լավագույնը ձեր երեխայի համար։ Plumbing, Stucco, Electric, Finishing, AC եւ ներքին հարդարման ցանկացած աշխատանք։ Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների վստահությունը։ Modern Dream House Construction Group։ Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև Դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818 418 5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Art Modern Design Los Angeles-ում առաջատար ընկերությունն առաջարկում է ձեր ճաշակին եւ նախասիրություններին համապատասխան ցանկացած դիզայնի եւ ոճի կաբինետների խոհանոցային կահույքի պատրաստում։ Տրակների DPF Services տեղում գործում է պահեստամասերի խանութ, աշխատում է բոլոր ապրանքական ընկերությունների հետ։ Իրականացվում է նաեւ Միացյալ Նահանգների ողջ տարածքում բեռնատար մեքենաների վերանորոգում, տեղում օգտագործում է միայն օրիգինալ պահեստամասեր։ F&H Garage, Բորակ, Խնդրում եք հարմար տարածք ձեր միջոցառումների համար, եկեք ցույց տամ։ Այստեղ կարող եք անցկացնել մանկական ծնունդներ, կորպորատիվներ, ինչպես նաև հարսի տան արարողությունը։ Կարող եք զանգահարել կամ հետևել Instagram-յան էջին։ Ինչպես գիտեք, մեր երրորդ սրահը գտնվում է 28610 Kenwood Street Agora Hills հասցեում։ Alla Moda, այցելեք եւ գնեք ձեր երազանքների կահույքը ամենամատչելի գներով։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են մեդիկալ, մեդիկեյր եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Մարտի 7-ին մայրության եւ գեղեցկության տոնի առիթով առաջին անգամ Լոս Անջելեսում բացառիկ համերգով հանդես կգա սիրված երգիչ ռուսական էստրադայի ամենահայտնի անուններից մեկը Արսեն Շախունցը բացառիկ այս համերգը տեղի կունենա Ագուա Գալենտեի շքեղ դժոր համերգասրով Երեկոյան ժամը 6:30 Բոլոր ժամանակների ամենասիրված եւ հիթեր դարձած երգեր Կենթանի հնչողություն, անմոռանալի շոու ծրագիր Միայն մեկ համերգ Լոս Անջելեսում Շտապեք ամրագրել ձեր տեղերը հենց այսօր այցելելով arumticket.com կամ զանգահարեք 323 580 0808 Այս խեղճ աղջիկը ամբողջ օրը տանջվում է, իսկ Հայաստանի քույրը գիտի թե Ալինան այս ծառերից դոլարներ է փոկում ուղարկում է իրան։
Մամ ջան, բայց ինչ ես այդպես ասում։ Աղջիկը ընդամենը ասեց, որ նվեր ա ուղարկում, չասեց, որ փող են ուզել, պետք ա ուղարկեմ։ Ինչ միամիտն է, Սյուզի։ Այնքան են ասում, որ դու քո կամքով վերցում ես ու փող ուղարկում ես։ Վայ, մամա, բոլորին կասկածում ես։ Հələ ինձ ասա, երեք շատ նստեցիք Լևոնի հետ։ Չէ, շուտ գնաց։ Ինչ որ բան արեցիք։ Դե ինչքան հասցրեցինք էլի, մամ։ Մի քանի կետի վրա մի քիչ երկար աշխատեցինք։ Հետաքրքիր երիտասարդ է, չէ՞ Լևոնը։ Լավ զրուցակից։ Մամ ջան, մենք խոսում էինք գործից։ Իրա լավ զրուցակից լինելը ինչ չի հետաքրքրում։ Շատ իզուր աղջիկս։ Ինչ նկատի ունես։ Ինչի իզուր։ Սյուզ, ինչի ես ագրեսիվ չեմ հասկանում։ Ես ինչ ասեցի։ Հանդարտվի։ Մի մոռաց, ես ամուսնացած կին եմ։ Ալո։ Հա, ես եմ։ Ոչ չի գալիս։ Չէ, առողջ է։ Այսինքն բաուր է։ Իհարկե ձեզ չեմ հարցնում։ Լավ, ես գալիս եմ դպրոց։ Ինչ է եղել։ Աշոտը արդեն մի քանի օր է դպրոց չի գնացել։ Վայ, Մինաս։ Մի հատ երեխա էին վստահ իրան։ Ընդամենը այդ երեխան պիտի գնար դպրոց ու գար։ Շատ լավ ապահով ապահում երեխուն։ Չէ, այստեղ մի բան չի։ Ում ես զանգում։ Աշոտ, ուր ես տղաս։ Մամ, դպրոցում եմ։ Բա ինչի է շունչդ կտրվում։ Մամ, հենց հիմա ֆիզկուլտը։ Դասի ժամին հեռախոսով ես խոսում։ Մամ, սպասի անջատեմ, քանի չեն տեսել։ Վայ Աշոտ, ասում է ֆիզկուլտի եմ, անջատեց։ Աշոտը շատ բան է ասում։ Բայց փաստացի դպրոց չի գնում։ Մենք պետքա պարզենք, թե ինչով է զբաղվում։ Սյուզի, ես էլ գամ։ Չէ, մամ ջան, պետք չի, ես կգնում։ Նայեք, խնդիրն այն է, որ ես դեռ տունը չեմ ընտրել։ Ուղղակի ուզում եմ հասկանամ հնարավոր է լոն ձևակերպելը։ Պետք է նախ գնի չափը հասկանանք, մոտավորապես ինչ գնի սահմաններում եք պատկերացնում տունը։ Ես 1 ամսից շատ մեծ գումար եմ ստանալու, որը որ հաստատ տան գնի կեսի չափով կփակի։ Հիմա ավելի լավ է տան որոնումը շարունակեք, մինչև գումարը կհաստատվի, այնուհետև համեցեք։ Այսինքն, եթե ես 1 ամսից բնակարանը գտած գամ, ամեն ինչ այդքան արագ կստացվի։ Այո, իհարկե, շատ երկար չի տևում ձևակերպումը, կարևորը բոլոր պայմանները համապատասխանեն։ Հրաշալի է, այսինքն ես 2 ամսից կունենամ իմ սեփական տունը։ Այո, անշուշտ։ Մամ, կներես։ Աշոտ, դու ինձ խաբում ես։ Ասում ես դու դպրոցում ես ու ես գալիս եմ ուսուցչիդ հետ խոսում եմ, ասում է 3-րդ օրնա դասը չես գալիս։ Ընկերդ էլ ասելա, որ հիվանդ ես։ Մամ, պապային չասես էլի։ Ու դու ոնց ես դա պատկերացնում։ Դե որ ասես, շատ կհիասթափվի ինձնից։ Հենց հիմա կգաս հետս ու ամեն ինչ կպատմես։ Մամ, բայց պապան ասել է, որ Աշոտ, էլ չկրկնեմ։ Գալիս ես հետս։ Թե չկզանգեմ հորդ ամեն ինչ կպատմեմ։ Լավ։ Կյանքս տեսնում եմ քեզ, ուղիղ արի։ Կբացատրես ինչա կատարվում։ Էս ինչ ծաղիկներ է։ Կյանքս սա քեզ, ինձ ես կհասկանաս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք գրանցվել եք ամուսնության համար։ Ինչ։ Չամուսնություն։ Սա էլ անակնկալս կյանքս։ Այսօրվանից մենք կլինենք ամուսիններ։ Սա արդեն չափից դուրս է։ Կարող է իր խորհրդակցել։ Ինչ խորհրդակցեմ։ Մեր մեջ ամեն ինչ որոշված է։ Մի անհանգստացեք, ամուսնությունը 15 րոպե է, ամուսնալուծությունը 2-ից 3 օր մեզ մոտ։ Չէ, եկեք վատ բաներից չխոսանք։ Հիշում ես, չէ՞ ինչ նպատակներ ունեինք։ Այս հարցը չի կարելի հետաձգել։ Համաձայն ես, չէ՞։ Գիտեք ինչ, համաձայն եմ։ Բարև ձեզ, Սյուզին տանը չի։ Իսկ Մարգոն։
Գնալինը։ Ինչ ես եկել։ Կարող է չհավատաս, բայց այս անգամ քո մոտ եմ եկել։ Իմ մոտ։ Եկել ես իմանաս ոնց եմ, մեռել եմ թե կամ։ Աստվածտա, շատ երկար տարիներ ապրես, բայց դու ինձ բացատրելու բաներ ունես։ Էդ ինչ։ Մտածում եմ ամեն ինչ խախանդ ու հանգիստ անցնի։ Այն որ Սյուզից թաքուն թղթեր էր սարքել խնամակալության, որ երեխուն ձեռքիցս վերցնես, բանի տեղ չդրեցի։ Մտածեցի մարդը, երևի հիվանդության հետ կապված մի քիչ խնդիրներ ունի։ Բայց այս անգամ չափը անցել ես։ Ուզում եմ խոսանք դեմ առ դեմ աշկերի մեջ նայելով։ Չեմ հասկանում ինչ ես ասում։ Առաջարկում եմ ետդարձ, քայլով մարշ։ Սպասի։ Դու ես պետք է բացատրես, թե սրճարանում խես սարքե, որ Սյուզին մոտիկանան ու անհանգստացնեն, ու այդ ամեն ինչը նկարել ես, ուղարկել ես ոստիկանություն։ Ես գիտեմ ինչի համար ես անում, բայց արդեն ժամանակն է, որ թե թիկունքում գործես։ Այն նայես աշկերիս մեջ ու ասես ինչ ես ուզում։ Սյուզեին պատմել ես արդեն։ Դեռ չէ, եկել եմ որ քո հետ խոսեմ։ Եվ ուր էլ լինեք այս կյանքի ճամփեքին ու թեկուզ մայր հողից շատ հեռու վերադարձը մի օր թող լինի ձեր կրկին ձեր մասին չենք լռելու ոչ ոք չի ուրացել գործը ձեր անմոռաց խոնարհումս ձեզ գնդապետ ու թեկուզ այն կողմում մեր Արցախը մնաց միասին բերելու ենք այն հետ